Բարև բոլորին, այսօրվանից սկսած վիդեոները լինելու են հիմնականում դրիֆտի ու BMW E36-ի պատրաստման մասին, այսինքն ոնց ենք մենք պատրաստում մեքենան դրիֆտի էտապներին, 0-ից հավաքելու ենք այդ ավտոմեքենան, շարժիչ չկա իր վրա տեղադրված, տեղադրելու ենք այն 60B40 վեաձև շարժիչը, ինչի համար գնում ենք հիմա Մարութի մոտ, վերցնենք Մարութի մոտից մեր մի շարժիչը, երկրորդ շարժիչը մեր BMW E30-ի վրա է եղել, որը որ հիմա Արմանի մոտ է մեր ընկեր։ Գնալու ենք Արմանի մոտից վերցնենք մեր նախկին ավտոմեքենայի վրայի տեղադրված շարժիչը ու գնանք Հրաչի մոտ հետագա քայլերը ոնց որ կատարելու համար մի շարժիչի վրայից մյուսի վրա պետք է այդ նավեսնոյը, դինամո, ստարտեր ու մնացած ամեն ինչը տեղափոխվի։ Մի հատ պետք է նայենք խիեր զենգալի են մյուս մեր մոտորից ու դնենք BMW-ի վրա։ Ուրեմն մի մոտորը արդեն վերցրել ենք, գնում ենք հիմա երկրորդ մոտորը վերցնենք ու գնանք Հրաչի մոտ։ Տեղափոխվեցինք Հրաչի գարաժ, ուրեմն ինչ ունենք անելու, մի երկու բառով ներկայացնեմ, որ դուք պատկերացնեք։ Ունենք երկու հատ մոտոր, մի հատ V8 դատարկ գոլի վիճակում, մի հատը զբորի, որը որ տեղադրված էր E30-ի վրա։ Այս մոտորի վրայի ամեն ինչը, չգիտեմ, վպուսնոյ կոլեկտորից սկսած, վիպուսնոյ կոլեկտորներ, DMRV, ամեն ինչ կա, դինամո, ստարտեր պետք է տեղափոխվի այս մոտորի վրա։ Բայց մինչև այդ պիտի հասկանանք, թե ինչ ա եղել V8-ին, որովհետև այս մոտորից ձեն էր գալիս, նոր հավաքել էինք, ինքը լրիվ 0-ից հավաքած մոտոր էր, շլանգները էինք թարսմիացրել, հիմա ձեն էր գալիս, երբ որ տաքանում էր, ենթադրում ենք կլադիշներից ա, քանդենք նայենք, եթե տակից կլադիշներից ա մենակ ու վալը մեր նորմալ վիճակում ա, փոխում ենք այս մոտորի կլադիշները ու ամեն ինչ հավաքում ենք սրա վրա, տեղադրում ենք E36-ի մեջ։ Եկեք գնանք հիմա ցույց տամ ինչ վիճակում է E36-ը, որովհետև այնտեղ շատ հետաքրքիր բաներ կա։ Ոնց որ տենում եք, ոնց որ ավտոդրոմ լինի Հրաչի հայաթը, Հրաչի Ալտեզան է 5 լիտրանոց Mercedes-ի շարժիչով, արդեն իմ ավտոմեքենան է BMW E36-ը ու հետևն էլ մեր Շահենի ավտոն է, էլի Mercedes-ի մոտորով, այս միակ ավտոն է լինելու հիմա, որ BMW-ի մոտոր ենք դնում հենց իր վրա, BMW-ի վեաձև 8 Porsche-ին։ Ուրեմն ինչ ունենք ստեղ։ Կապոտի տակ դե բնականաբար դատարկություն է, ստեղ այն ամեն ինչ որ պակասում է, մենք ունենք, տեղադրելու ենք ու կապոտ ամեն ինչ կա, չգիտեմ, շթերը, բան, ամեն ինչը հավաքելու ենք, բայց այս ավտոյի յուրահատկությունը ասեմ ձեզ ու ասեմ թե խի եմ առել այս ավտոն։ Հատ եկեք ձեզ ցույց տամ իր ռագատկեքը, ռիչագները, թևերը, չգիտեմ ոնց ասեմ էլ Maxi Custom-ի թևեր, շատ հետաքրքիր վիվառատ ունեցող, շատ պավառոտ ունեցող, պինդ ու բավականին թանկարժեք, այդ մեկ։ Դե բնականաբար քոյլովերներով, ռեգուլիրովաշնի չաշկեքով ու են բոլոր ուսիլենյաները, ինչը որ պետք է արած է այս ավտոյի վրա։ Ամենահետաքրքիր է այս ավտոյի, ինչն է մեզ ձգել, որ այս ավտոն ունենանք, այդ ստեղ է, անվտանգության կարկասն է, այս կարկասը մենակ անվտանգություն չի, ինքը հեշտացնում է քշելը, այսինքն ավտոմեքենայի կուզովը ձիգ հալնում, ճոճ չի ունենում։ Բացի այդ ամենակարևորը դե բնականաբար իր անունը հուշում է, որ անվտանգության կարկասն է։ Միակ անհարմարությունը իր, միակ բանը, որը անհարմար է, նստելն է, հա, իր մեջ, բայց ոնց որ կհարմարվենք։ Այս ավտոն առել էի, բայց հələ չէի նստել իր մեջ, անկեղծ ասած։ Իր մեջ ինչ ունենք հետաքրքիր բաներից, դե ռուլ սպորտային այդ ստանդարտ երևույթ է, բայց կա մի հատ
շատ լավ գիդրոռուչնիկ, ձիկե լաբա կոչվում։ Եկեք գնանք բագաժնիկ։ Հատ հելնեմ, հələ տենան ոնց եմ ես ավտոյի մեջից հելնում։ Ահա։ Ոնց որ ստացվեց։ Ինձ թվում է այս ավտոյի մեջ առավոտը որ նստեցինք քշելու, մեկ էլ իրիկունը պետք է հելնենք, որտեվ հելնել նստել շատ անհարմար է։ Բագաժնիկ բացվեց։ Դե բնականաբար ոչ մի բան չկա։ Նույն ձև հետևի չաշկեքը իրար կապած է անվտանգության կարկասով, հետևն էլա քոյլովերներ, ռեգուլիրովկեքով ամեն ինչով չաշկեքը էլի քոյլովերի չաշկեքը։ Կուզովը ինչքան հնարավոր է կտրած է, որպեսզի ապահովենք թեթև քաշ ավտոմեքենայի, այդ շատ կարևոր բան է, որ երբ գազ տաս ավտոմեքենան գնա, գազը թողես ավտոմեքենան արդեն կանգնի, ոչ թե իներցիայով գնա առաջ։ Այդքան է այս ավտոմեքենայի մասով։ Փոխելու ենք ավտոմեքենայի բանտաժները, անվահեծերը, դնելու ենք այն ինչը որ E30-ի տակ է տեղադրված այս պահին։ Всё, տեղափոխվենք, գնանք տեսնենք ինչ ենք անում մատորների հետ մեր։ Այս մատորի կրիշկեքը նրա հետ պետք է փոխենք, տեղինները պետք է գաստե, պրոստը հիմա ուզում քանդեմ, մի հատ տենանք վիզուալ ինչ որ բան երևում է, թե չէ։ Ինչ վիճակում է, հետո այն մի կողմը։ Այսենց։ Մի հատ այս կողմն էլ քանդենք։ Չէ, ես ավելի վատ էի պատկերացնում։ Քանդենք կարտերը, քանդենք կլադիշները, տենանք ինչ վիճակում է։ Չէ։ Արա, տես մի տանջվի, թո ճառիկով գծիքեմ, հայա։ Մեկ ախտերս կային։ Լավ, հեսա կմաքրենք։ Ասա վեճեք։ Ինչ պետք է բոլտերի համար։ Նայ հələ, կամ ռուշկա է, թե կեղտա արդեն մարդ չել ջոբում։ Հարակ, տենաս մի օր կգա, որ մենք քշենք այս մատորը, ոչ թե քանդենք, հավաքենք։ Շնորհակալություն Կարճան։ Մերսի աղբերս։ Ապա ամենահետաքրքիրը, հեսա որ սկսենք կլադիշները նայել է տալնելու, հա։ Լավն էր։ Հա, համի ամենահետաքրքիր պահին հասանք։ Հա, բայց կապած չի։ Դա արդեն լավ է։ Վարի է։ Կլադիշները վարի է, իսկ բանի վրա խաստենում ես։ Վալի վրա չկա, հանդը որ մետ մաքուր տերյա կոտաս, ճոնին։ Յուղի կանալն հետ հարս ենք միասրի։ Ջոգելով շատ թուլ է ձգած դաժը։ Հա։ Դուսս բաները բանում ես ձգում դինամոմետրի չես գա։ Յուղն ապա։ Պահեմ ես տակինը չեն գնի, սի ոնց էիր հանեմ։ Mercedes-ը դե գալում ես գալիս ես։ Շուտ դնում ենք խոդենք գալի, քշում ես։ Սա մեզ 4-3 էլ դնես։ Ցեք մեր սպասվածը չէր Հա, ընկեր։ չէ, եկեք պատմեմ։ Ինչ պատմում ես, ինչ կա պատմելու։ Տան երևում է, արենավոյ կլադիշների վիճակը, շատունավոյի իդեալական վիճակում էր վալը, կլադիշները դե լավ վիճակում չէին, բայց վալը իդեալական էր, բայց ոնց տենում եք ստե, այդ նույն վիճակով կալեն վալն է, ոնց հանել ենք արդեն նախորոք տեսել ենք մենք, հիմա ձեզ ենք ուզում ցույց տանք, լավ վիճակում չի, այսինքն, նայք, եղունգ բռնելը որն է, սա խազա ու այս օգտագործման ենթակա չի։ Հեր բայց ասա որ լավ մատոր է։ Գազան։ Յա 5 լիտր առնում եք, գցում եք մեջը, մոռանում եք։ Mercedes-ի մասին ես ասում, Այո, միանշանակ։ Կոմենտներում գրեք Mercedes-ի մատոր դնենք BMW-ի վրա, թե չէ։ Ժողովուրդ չկա։